Մեծարգո ազգային ժողովի փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս բարձր ամբիոնից իմ տեսլականը ներկայացնելու հնարավորության համար։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանը վստահության համար։ Այս ելույթի ընթացքում ձեզ հետ ցանկանում եմ երկխոսել թվային վերափոխման կամ թվային հասարակության եւ տնտեսության ձևավորման եւ դրանում նորաստեղծ հանձնաժողովի անելիքների մասին։ Թվայնացումը երբեմն ասոցացվում է տեխնոլոգիաների, համակարգչային ծրագրերի եւ սերվերների հետ, որոնց մասին թվում է, թե կարող են խոսել միայն ծրագրավորողներն ու ինժեներները։ Սակայն հաջողած երկրները թվայնացումը դիտարկում են որպես ապագան նորովի կառուցելու հնարավորություն, վերաիմաստավորելով, թե ինչպես են քաղաքացիները շփվում պետության հետ, ինչպես են հնարավորությունները բաշխվում եւ ինչպես է վստահությունը ամրապնդում ժողովրդավարությունը։ Նորից ուզում եմ շեշտել, որ տեխնոլոգիաները, ծրագրավորողներն ու ինժեներները ընդհանրապես լուծում են այդ խնդիրը։ Թվային վերափոխումը այլևս այլընտրանք կամ երկընտրանք չէ, այլ ժողովրդավարական արժեքներ որդեգրած Հայաստանի պես փոքր եւ բաց տնտեսություն ունեցող երկրի համար անհրաժեշտություն է։ Աշխարհը արտասովոր արագությամբ է փոխվում եւ թվայնացման հետևանքով դառնում չափազանց փոխկապակցված, որը էապես բարձրացնում է սպասումները։ Քաղաքացիները այլևս ծառայությունները չեն համեմատում տարբեր պետական մարմինների համատեքստում, այլ արդեն հնարավորություն ունեն դրանք համադրել աշխարհում գոյություն ունեցող լավագույն թվային փորձառության հետ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունել է այդ մարտահրավերը եւ որդեգրել է ռազմավարություն, որը երկարաժամկետ է, ենթադրում է հիմնարար փոփոխություններ եւ հետևում է ժողովրդարական արժեքների վրա հիմնված լավագույն թվային հասարակություն եւ տնտեսություն ձևավորած երկրների փորձին։ Հայաստանի Հանրապետության վարչապետը իր հրապարակային ելույթում սահմանել է նաեւ քաղաքացու տեսակետից վերջնական նպատակը, ըստ որի թվային գործընթացները մարդկանց համար պետք է ամենօրյա գործնական, կենսական նշանակություն ունենան եւ կիրառելի լինեն։ Մյուս կողմից գործընթացները պետք է զարգացնենք այնպես, որ մարդկանց համար անխուսափելի դառնա թվային պլատֆորմների հետ աշխատելը։ Դրան հասնելու առաջնահերթություններն են էլեկտրոնային նույնականացման զանգվածային կիրառումը, թվային հարթակների փոխգործելիության ապահովումը եւ կիբերանվտանգության բարձր մակարդակի ձևավորումը։ Հարգելի պատգամավորներ, մրցունակ թվային հասարակություն եւ տնտեսություն ձևավորելու նպատակը եւ սահմանված առաջնահերթությունները բավական երկար եւ մասնակցային քննարկումների արդյունքում ամփոփվեցին 2025 թվականին ազգային ժողովի կողմից ընդունված 4 հիմնարար օրենքներով՝ հանրային տեղեկությունների մասին, կիբերանվտանգության մասին, տեղեկատվական համակարգի կարգավորման մարմնի մասին եւ բնակչության պետական ռեգիստրի մասին։ Այս օրենքները ըստ էության թվայնացման գործընթացը դնում են կայուն ինստիտուցիոնալ հիմքի վրա եւ դարձնում վերահսկելի, միաժամանակ լուծելով ոլորտում կուտակված ամենաէական կարգավորման եւ համագործակցության բացերը։ Այս օրենքների ներդրումը ենթադրում է անցում դեպի միասնական ստանդարտացված թվային ճարտարապետություն, դեպի թվային հասունության ավելի բարձր աստիճան եւ հանրային ու մասնավոր հատվածներում թվային լուծումների մասշտաբային կիրառություն։ Օրենքների լիարժեք ներդրումը ենթադրում է քաղաքացիների եւ բիզնեսի խնայողությունների աճ եւ ծախսերի էական կրճատում, հնա մինչեւ 3% աճ, հնա 0.5% ծախսերի դիմաց։ Թույլ տվեք ներկայացնել մի քանի հայեցակարգային եւ ռազմավարական թեզեր, որոնք ներկայացնում են թվային վերափոխման իմ պատկերացումները եւ իմ հանձնաժողովի նախագահ դառնալու դեպքում կդառնան հանձնաժողովի գործունեության հիմքը։ Դրանք են քաղաքացիակենտրոն թվային ծառայությունների ստանդարտները, կիբերանվտանգությունը, տվյալները որպես ռազմավարական ակտիվ թեզը, ինստիտուցիոնալ կարողությունները եւ մշակութային վերափոխումը, մասնավոր պետություն համագործակցությունը։ Քաղաքացիակենտրոն թվային ծառայությունների ստանդարտների մասով ժամանակակից լուծումները, հատկապես արհեստական բանականության կիրառումը թույլ են տալիս հանրային ծառայությունները դարձնել անհատի նախընտրություններին համապատասխան, ինչպես նաև արագ, անտեսանելի եւ նախաձեռնող։ Հաջողության նախապայման է, որպիսի նախարարությունները նախագծեն եւ առաջնորդեն այդ ծառայությունների թվայնացման գործընթացը։ Միևնույն ժամանակ թվային ծառայությունների ստանդարտները պետք է ստիպեն անցում կատարել տարաբնույթ տեխնոլոգիական հարթակների եւ կայքերի ստեղծումից դեպի մարդակենտրոն թվային ծառայությունների հասանելիություն,
որը ուղղված է մարդու ամենօրյա եւ զարգացման խնդիրների լուծմանը։ Պատկերացրեք ձեր համակարգչի կամ հեռախոսի միջոցով գնում կամ վաճառում եք ձեր տունը կամ մեքենան, գրանցում եք ձեր բիզնեսը, ստանում եք ցանկացած նոտարական ծառայություն, պետական աջակցություն, ընդամենը մի քանի տվյալ մուտքագրելով եւ այդ ամենը 10-ից 15 րոպեների ընթացքում։ Թոշակի անցնելուց որևէ գործողություն անելու անհրաժեշտություն չունեք եւ այն ավտոմատ ստանում եք ձեր բանկային հաշվին։ Այդ ծառայությունների որակը չպետք է զիջի, օրինակ, հանրահայտ Amazon-ի կամ բանկային առցանց ծառայություններին։ Այսօր այդ թվում միջազգային անկախ գնահատականներով Հայաստանում հանրային ծառայությունների 80%-ը այս կամ այն կերպ թվայնացված են։ Այդուհանդերձ դրանց մի մասը, հատկապես հին համակարգերը, ստանդարտների բացակայության պատճառով կառուցված են ծառայությունների մատուցման գործող դիմումների եւ վարչահայական ընթացակարգերի ավտոմատացման հիման վրա, պարունակում են ավելորդ գործողություններ, ընթացակարգեր եւ պահանջներ։ Օրինակ այս պահի ծառայություններ մատուցելիս 500-ից ավելի փաստաթղթեր ներկայացնելու օրենսդրական պահանջ կա, երբ պահանջվող տվյալները արդեն իսկ առկա են պետական շտեմարաններում։ Թվայնացումը թույլ է տալիս վարչահայտությունը պարզեցնել եւ դարձնել անտեսանելի։ Ընդ որում, քաղաքացուն չպետք է հետաքրքրի, թե որ ծառայությունը որ գերատեսչությունն է մատուցում։ Նրա համար պետությունը պետք է գործի որպես մեկ ամբողջություն, որի համար հանձնաժողովի կողմից ներդրվող ստանդարտները որոշիչ դեր են ունենալու։ Հանձնաժողովի խնդիրն է նաև սահմանել ստանդարտներ եւ ընթացակարգեր, որպիսի քաղաքացին լինի ծառայությունների առանցքում։ Նրա էմոցիոնալ բավարարվածությունը, վստահությունը եւ հարմարավետությունը պետք է դիտարկվեն որպես ծառայությունների արդյունավետության իրական չափանիշ։ Թվային ծառայությունների հաջողությունը պետք է չափվի ոչ միայն տեխնիկական պատրաստվածությամբ կամ գործարկված հարթակների թվով, այլ դրանից օգտվող քաղաքացիների գոհունակությամբ եւ օգտագործման չափաբաժնի շոշափելի աճով։ Մենք պետք է քաղաքացու եւ բիզնեսի հետ մշտապես երկխոսության մեջ լինենք, գործիքներ ներդնենք, որպիսի հանրային ծառայությունները նախագծվեն, ներդրվեն եւ գնահատվեն քաղաքացիների հետ միասին։ Հիմա եկեք խոսենք կիբերանվտանգության մասին։ Թվայնացումը հնարավորությունների հետ միասին ստեղծում է նաեւ կիբերանվտանգային ռիսկեր։ Դրանց չհասցեագրելը տեղեկատվական համակարգերի ստեղծման փուլում, որը անգլերենով հնչում է secure by design, կարող է մի քանի անգամ ավելացնել կիբերանվտանգության ծախսերը եւ նույնիսկ այդ պարագայում չհասցեագրել դրանք։ Հետևաբար կիբերանվտանգությունը այս փուլում ամենակարևոր առաջնահերթությունն է, քանի որ առանց այդ հարցը լուծելու թվային լուծումները կարող են ավելի վնասել, քան օգուտ բերել մեր քաղաքացիներին։ Հետևաբար օրենքով սահմանված 18 ամիսների ընթացքում բտան նախարարության առաջնորդմամբ կներդրվեն նոր օրենքնի կիրարկումն ապահովող բոլոր հիմնարար կառուցակարգերը եւ ռիսկերի կառավարման համակարգ։ Արդյունավետ կարգավորումները անհրաժեշտ է, որ տարածվեն կրիտիկական ենթակառուցվածքների եւ տեղեկատվական համակարգերի վրա, պետական համակարգում պետք է ներդրվի կիբերանվտանգության գործառնական կենտրոնը ՍՕԿ-ը եւ լիարժեք գործի կիբերմիջադեպերի արձագանքման թիմը։ Հաջորդը ներկայացնեմ տվյալները որպես ռազմավարական ակտիվ թեզը։ Ես խորապես համոզված եմ, որ բաց, որակյալ եւ լավ կառավարվող տվյալները ազգային հարստության համար կենսական նշանակություն ունեցող ակտիվ են։ Տվյալները ազգային հարստություն են, քանի որ դրանք հնարավորություն են տալիս պետությանը հասկանալ իր քաղաքացիներին, արձագանքել նրանց կարիքներին եւ որոշումներ կայացնել ոչ թե ենթադրությունների, այլ իրականության հիման վրա։ Ինչպես բնական ռեսուրսներն են խթանում տնտեսությունը, այնպես էլ տվյալներն են խթանում արդյունավետ կառավարումը, ավելի որակյալ ծառայությունները, երկրի մրցունակությունը եւ ժողովրդավարական կառավարման կայունությունը։ Հանրային տեղեկությունների մասին օրենքը սահմանում է մի սկզբունք, որը ես համարում եմ համակարգաստեղծ։ Դա բաց տեղեկությունների քաղաքականությունն է եւ այդ տեղեկությունների քաղաքացիների սեփականությունը հանդիսանալը։ Պետական մարմինները ընդհանրապես պետք է ապահովեն տվյալների հավաքագրումը, մշակումը, պահպանումը եւ հասանելիությունը, որպիսի քաղաքացիները ստանան որակյալ ծառայություններ, իրացնեն իրենց իրավունքները, պաշտպանեն իրենց հանրային շահերը եւ օգտագործեն տվյալները իրենց օրինական նպատակներին հասնելու համար։ Սա է այն ուղին, որ կնպաստի ոչ միայն ծառայությունների որակի բարձրացմանը, այլև միջազգային լավագույն փորձին համապատասխան կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականության մշակույթի ձևավորմանը,
Որքան ավելի թափանցիկ, հասանելի եւ վերահսկելի են տվյալները, այնքան ավելի փոքր է չարաշահման հնարավորությունը եւ այնքան ավելի բարձր է քաղաքացիների վստահությունը թվային համակարգերի եւ պետության նկատմամբ։ Մասնավոր պետություն համագործակցությունը թվային վերափոխման հետ կապված մարտահրավերներ լուծելու նախապայման է։ Կարող է զարմանալ, սակայն ժամանակակից աշխարհում հանրային ծառայությունները քաղաքացի եւ բիզնեսի հասանելի ծառայությունների 10%-ը չեն գերազանցում։ Հետևաբար ցանկալի է, որ պետությունը օգտվի մասնավոր հատվածի հնարավորություններից, մնա կարգավորողի եւ վերահսկողի դերում, միաժամանակ հնարավորություններ ստեղծելով մասնավոր հատվածի ներդրումների համար, հատկապես վերը նշված կրիտիկական շերտերում։ Տպավորիչ դարձնելու համար, օրինակ, մենք այսօր առանձին մայրուղիներ չենք կառուցում պետական եւ մասնավոր տրանսպորտային միջոցների համար։ Այս համակեցությունը ենթադրում է միասնական կանոններ եւ ստանդարտներ, որպիսի անվտանգ երթևեկություն կազմակերպվի։ Ինչ վերաբերում է ինստիտուցիոնալ կարողություններին եւ մշակութային վերափոխմանը, ապա միջազգային փորձը ցույց է տալիս, որ հաջողության հասած երկրները առանձնացնում են ոչ թե տեխնոլոգիաների քանակը, այլ հաջողության երկու հիմնական պայման։ Դրանք են տեսլականի հստակությունը եւ կարողությունների ձևավորումը, որոնք կապված են կառավարման բոլոր օղակներում առաջնորդման ունակությունների հետ։ Իմ համոզմամբ ազգային ժողովի կողմից ընդունված օրենքներով այս երկու պայմանների համար անհրաժեշտ հիմքերն արդեն ստեղծված են։ Այժմ մեր խնդիրը այդ հիմքերը վերածելն է գործունակ ինստիտուտների, չափելի արդյունքների եւ քաղաքացիների կողմից զգացվող իրական փոփոխության։ Ես նաեւ համոզված եմ, որ հանձնաժողովը պետք է դառնա գիտելիքի եւ ազգային կարողությունների զարգացման գերազանցության կենտրոն, հեղինակություն վայելելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկերների շրջանակում։ Ձեր վստահությանն արժանանալուց հետո պատրաստ եմ իմ հանրային եւ կորպորատիվ կառավարման գիտելիքները, փորձը եւ լավագույն միջազգային փորձառությունը ներդնել, որպիսի հանձնաժողովի անդամների հետ համատեղ ձևավորենք օրինակելի եւ մրցունակ հանրային կառույց։ Ուրախ եմ արձանագրել, որ տեղեկատվական համակարգի կառավարման մարմնի մասին եւ մյուս երկու օրենքներով ձեր կողմից օրենքի մակարդակում պետական ծառայողների մտածողության փոփոխության պահանջ է դրվել։ Երկարաժամկետ ինստիտուցիոնալ փոխակերպում պահանջող եւ նման խորքային եւ վարքագծի կանոններին առնչվող բարեփոխումները պահանջում են միջազգային մակարդակի մրցունակ կարողությունների տիրապետող մասնագետների ներգրավում։ Հետևաբար ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել, որ ազգային ժողովը եւ կառավարությունը հանձնաժողովին նման հնարավորություն են ընձեռել։ Հարգելի պատգամավորներ, արագ թվայնացման ձգտումը չի կարող մասնակի ցաքու ցրիվ թվայնացման կամ կիբերանվտանգության զիջման հաշվին թվայնացման իմիտացիայի պատրվակ հանդիսանալ։ Հաջողած երկրների փորձը ցույց է տալիս, որ արագ թվայնացում հնարավոր է ապահովել միայն ի սկզբանե ճիշտ եւ կիբերանվտանգությունը հասցեագրող թվային ճարտարապետության վրա հիմնվելով։ Բանը նրանում է, որ գոյություն են թվային կրիտիկական կամ աջակցող շերտեր, որոնք հաճախ չեն երևում եւ հետեւողական քրտնաջան աշխատանք են պահանջում, բայց հենց դրանք են, որ թույլ են տալիս թվային ծառայությունները կառուցել Լեգոյի տրամաբանությամբ, ապահովելով համակարգի անընդհատությունը, հարմարավետությունը, ամենօրյա անվտանգությունը եւ մասշտաբայնության հնարավորությունը։ 2025 թվականի վերջին ընդունված օրենսդրությամբ այդ թվային ճարտարապետության կամ թվայնացման կրիտիկական շերտերի մասով հանձնաժողովի մանդատը եւ գործառույթները հստակ սահմանելով վերահսկելի միջավայր է ստեղծվել, որպիսի մոտակա 1-2 տարիների ընթացքում մեր քաղաքացիները տեսնեն շոշափելի արդյունքներ։ Եկեք անդրադառնանք այդ չերևացող շերտերին։ Առաջինը ծառայությունների մատուցման ուղիների մասով հանրային ծառայությունները պետք է հասանելին եւ վեբ հարթակի եւ բջջային հավելվածի միջոցով։ Սա թույլ կտա ապահովել միանման փորձառություն եւ անհրաժեշտության դեպքում ինտեգրել նաեւ մասնավոր հատվածի ծառայությունները։ Մի շարք կիրառական լուծումներ, ծանուցումներ, լիազորագրերի տրամադրում, էլեկտրոնային վճարումներ, կառավարությանն ուղղող նամակներ, քաղաքացիների հետադարձ կապի մեխանիզմներ եւ այլ ծառայություններ պետք է լինեն վերաօգտագործելի եւ միասնականորեն կիրառվեն պետական բոլոր մարմինների կողմից։ Երկրորդ, էլեկտրոնային նույնականացման եւ էլեկտրոնային ստորագրության գործող համակարգը բարոյապես եւ ֆիզիկապես մաշված են։
Վերջին տարիներին միջազգային լավագույն կամ եվրոպական ստանդարտներին համապատասխանող համակարգի ուղղությամբ ներդրումները կարճ անց առաջիկա 1 տարում կտան ցանկալի արդյունքը, որը կհավաստագրվի եւ կապահովի փոխգործելիություն Եվրոպական միության շուկաներում եւ դրանից դուրս։ Երրորդ, տվյալների փոխանակման գործող համակարգը նույնպես բարելավման կարիք ունի, որպեսզի համապատասխանի հանրային տեղեկությունների մասին օրենքի պահանջներին եւ միջազգային լավագույն չափանիշներին։ Այս կարևորագույն ենթակառուցվածքը ներդնելու համար նույնպես հիմք է ընդունվելու Եվրոպական միության կողմից ընդունված եւ լավագույններից համարվող փոխգործելիության ապակենտրոնացված էստոնական X-Road մոդելը, որը ոչ միայն տեխնոլոգիայի մասին է, այլ իրավակազմակերպչական միջավայր է, որը հնարավորություն է տալիս եւ պետական համակարգին եւ մասնավոր հատվածին ապահովել ֆիզիկական անձանց տվյալների ամբողջականությունը, դրանց օգտագործման հետագծելիությունը եւ պաշտպանությունը։ Հնարավոր չէ հանրային տվյալների 70%-ը տարբեր ֆորմատներով պատճենել տարբեր գերատեսչությունների տվյալների շտեմարաններում, որի արդյունքում, ասենք, մի գերատեսչության շտեմարաններում ինձ նույնականացնեն անձնագրի համարով, մյուսում հանրային ծառայությունների համարենշով եւ ապահովել այդ տվյալների ճշգրիտ փոխանակումը, իրավական ուժը, ամբողջականությունն ու արդիականացումը։ Հետևաբար բոլոր հիմնարար շտեմարանների արդիականացման համար, որոնցից առաջնային են բնակչության, հասցեների եւ իրավաբանական անձանց գրացման ռեգիստրները, հանձնաժողովը պետք է ստանձնի իր պատասխանատվության մասը եւ օժանդակի լիազոր մարմիններին ձևավորել ամբողջական, ճշգրիտ, արդիական եւ անվտանգ տվյալների շտեմարաններ։ Դրանք լոկ բառեր չեն, դրանք կարգավորումներ են, ստանդարտներ են, տեխնոլոգիաներ են եւ թվային լուծումներ են։ Սա կապահովի տվյալը մեկ անգամ սկզբունքի լիարժեք իրականացումը եւ հնարավորություն կտա այս սկզբնաղբյուր տվյալների հիման վրա ձևավորել նոր ստերիլ շտեմարաններ։ Այսինքն քաղաքացին տվյալը պետությանը տրամադրում է մեկ անգամ եւ դրանից հետո որևէ հանրային ծառայություն մատուցող պետական մարմին այլևս իրավունք չպետք է ունենա նույն տվյալը նրանից երկրորդ անգամ պահանջելու։ Հարգելի պատգամավորներ, թվային դարաշրջանը մեզ չի սպասում։ Այն առաջ է շարժվում ամեն օր, ամենուրեք։ Մենք կարող ենք կամ ընդհանրապես արձագանքել փոփոխություններին, կամ կարող ենք ձևավորել դրանք։ Ուրախ եմ ու հպարտ, որ միասին ընտրել ենք վերջին ուղին։ Այսօր միասնական թվայնացված միջավայրի եւ թվային հասարակության եւ տնտեսության ձևավորումն այլևս ընտրություն չէ։ Այդուհանդերձ այն նաեւ կարճաժամկետ բարեփոխումների օրակարգել չէ եւ պահանջում է մշակութային եւ հիմնարար վերափոխում, սակայն օգուտները հսկայական են, ավելի թափանցիկ եւ արդյունավետ հանրային հատվածի եւ ավելի մրցունակ եւ դիմացկուն հասարակության եւ տնտեսության տեսքով։ Ազգային ժողովը եւ կառավարությունը ցուցաբերել են քաղաքական քաջություն, թվայնացման գործընթացը դնելով երկարատև, հիմնարար ու կայուն ինստիտուցիոնալ հիմքի վրա։ Հիմա ժամանակն է միասին աշխատել թվային վերափոխման տեսլականը իրականացնելու համար։ Եկեք կառուցենք թվային հասարակություն եւ տնտեսություն, որը միտված է հաջորդ սերունդներին։ Շնորհակալություն ուշադրության համար։